Չիշնելու, բայց ես ձեզ միանշանակ խոսք եմ տալի ուղիղ եթերով, սա էլ կարող է կտրել պահել, որ ազգային ժողովի ընտրություններից եւ կառավարությունը վերցնելուց անմիջապես հետո տրանսպորտի գինը վերադառնալու է նույն գնին 100 դրամ։ Իսկ ձեզ համար լինելու են զեղչեր։ Այսքան։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Որովհետեւ այն Թալանը, այն մսխումը, մենք անգամ ցույց տվեցինք, չէ՞, եթերով դրեցինք թուղ, թանակ եւ այլն, որ Գազպրոմը ինձ ձևա լապում, ուղղակի լապում։ Հակառակ դեպքում այդ $7,000 գալստուկ, $500 նասկի, Bentley, Maybach, Range Rover եւ այլն չի կարող քշել Գազպրոմի ղեկավար կազմը։ Ես հասկանում եմ, որ Գազպրոմը ռուսներինն է, բայց ինքը գործում է Հայաստանի տարածքում։ Գազը գալիս է սահմանի վրա, ուրիշ գինը մտնում է Հայաստանից, այս տրուբի այս մասից անցնում է, այս գինը կրկնակի անգամ գինը բարձրանում է եւ սկսում ալ միա դրա հետ մեկտեղ գրանցում են կորուստներ, որ թող մախի մհերի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների բեզակալո գազալացակայաններին լեվի գազ չտան, այդ իմ կարծիքով մենք այդքան կորուստ չենք ունենա։ Ու բանը սրանց սուտը խափեությունը բոզի տղությունը չափ ու սահման չի ճանաչում Երևանի քաղաքապետը չէ բոզի տղեն նստավ ժողովրդին ջաղը տեսի վերջի գազելն արելով տալավ ես իմ որ բա որ Երևանում մենք ալիվը չպետք է տենանք գազել տրանսպորտ գյուզել բայց մենք տենում ենք որ միշև այսօր Երևան քաղաքում բանը գյուզելները գնում գալում են այսինքն մի բան ցույց են տալի որ սա վերջինն է մեկ էլ անցնում է X ժամանակ տենում ես չէ գյուզելները էլի գնում են իսկ մեկ էլ բան էին ուղարկել նամակ մանգապարտ in որ մի մանգապարտեզին էր վերաբերում ես ուղղակի չասրեցի այդ արձանագրել որ մանգապարտեզն իբր թե բաց է որ սեպտեմբերից պիտի աշխատի մինչև այսօր այդ մանգապարտեզը փակ է բայց հայտարարել էին որ սեպտեմբերից պիտի բացվի Մեզ հետ ուրեմն կապի է դուրս եկել Ավան Արենջի համատիրության նախագահ Տիկին Մարետան Ավան Արենջ թաղամաս առաջին միկրո 3/3 շենք եւ ասում են որ լիֆտերը փչանում են որովհետեւ մեր մեղավորությունը չի անորակ չինական լիֆտեր են բողոքում ենք թաղապետարանը գցում է քաղաքապետարան ամենքապետարան եւ այսպես շարունակ ես առասարակ գտնում եմ որ համատիրությունները կամ պետք է ցրել Կամ համատերությունները պետք է վերադարձնել թաղապետարաններին։ Սխալ է, որ համատերությունը համար անկախ է կամ ենթարկվում է քաղաքապետարանին։ Ոչ։ Պետք է վերանայել համատերության ֆունկցիաները, ինչքանով են դրանք այսօր արդիական, միայն փոխհավաքելը չէ։ Դա էլ գրված է իմ նախընտրական ծրագրում կամ ցրել կամ վերադարձնել թաղապետարաններին։ Իսկ ինչ մնում է Առաջին միկրո 3/3 շենքին վերելակի անսարքության հետ կապված եւ հուսամ տիկին Մարետան ավելի ուշադիր կլինի վերելակին կոնկրետ այդ շենքի մինչեւ ազգային ժողովի ընտրություններից հետո այս հարցը համատիրությունների կլուծի մաքսիմալ արագ Իօքուտ ազգաբնակչությանը Ուրեմն կապված երկու սպանությունների հետ, որոնց մասին ես խոսել էի նախորդ հաղորդման ժամանակ։ Առաջի սպանությունը վերաբերվում էր Արման Սամվելի Թովմասյանին, Շուշանիկ Թովմասյան, չգիտեմ այդ աղջկա զգալուն է, դրա եղբորը, ով սպանվեց հոկեբուժարանի Բաքում, Սովետաշենի, տանակը կողքին վիզը։ Սպանողը Ազիզյան Հայք, մենք լուսանկարը տեղադրել ենք մեր Telegram կանալում, Կոմիտասի վրացական փողոց, նախկինում դատված խուլիգանության համար, 14 ամիս մնացել է Նուբարաշենի հոկեբուժարանում, տվյալ անձը։ Ինչն է հետաքրքիր, որ Ազիզյան Հայկը ինքը դուրս է գրված եղել հոկեբուժարանից եւ եկել է այսպես ասած տեսակցության Արման Թովմասյանի հետ։ Ամենահետաքրքիրը նա է, որ Ազիզյան Հայկը թափանցել է հոկեբուժարանի տարածք առանց շմոնի, այսինքն մարդուն չեն խուզարկել, ոչ մի բան չեն արել, մարդն եկել է, Արման Թովմասյանն ասել է թողեք թողաներս, այնտեղ մարդյան լավ ազգացել, մնացել էր ընդամենը 10 օր Շուշանիկի աղբորը, որ դուրս գար հոկեբուժարանից, սա մտել է կանգնել զրուցել են իրար հետ, շատ նորմալ, թեքվել է որ բարձրանան վերև եւ հետեւից դանակը մտցրել է վիզը եւ մի քանի տեղից նորից դանակը հարել է։ Ուրեմն
Ես ոնց հասկացա գլխավոր բժիշկ ասեցին Թադևոսյան, տոլի բաժնի վարիչն է Թադևոսյան, ես հասկացա, որ Արման Թովմասյանին սպանել են պատվերով։ Այսինքն տվյալ դեպքում Հայկ Ազիզյանը հանդիսացել է killer, просто killer։ Եկել է մարդը դանակով մտցրել է վիզը եւ թողի գնացել է։ Բրծավ։ Մյուս ուրեմն սրա հետ կապված մենք այդ անպայման հետևելու ենք գործի ընթացքին եւ միանշանակ ուզում եմ խոսք տալ, որ Ազիզյան Հայկը կալանավորվելու եւ դատապարտվելու դեպքում իմ պաշտոնավարման օրոք այլևս բերդից դուրս չի գա։ Նման մարդիկ այլևս իրավունք չունեն վերադառնալու հասարակություն եւ համաներումը սրանց վրա չի ազդելու։ Միանգամից ասեմ։ Նույնը վերաբերվում է ուրեմն Գևորգին 17 տարեկան այն երիտասարդին, որին որ սպանեցին Խալբերտում։ Ես իրավացի էի, ես եւս մեկ անգամ ճշտեցի, որ միջադեպը պատահել է դլոյի պատճառով, այստեղեն եղել են, որ ասում է լրիվ անմեղ զո։ Իր շրջապատից Խալբերտի Գևորգը 17 տարեկան, որը ես ինչի եմ ասես դողում է 17 տարեկանների վրա 17-16, որովհետեւ դա իմ ազգի զինվորն է։ 17-16 տարեկանները դրանց վրա ես միշտ էլ եղել եմ ավելի ուշադիր, որովհետև ես վաղը այդ անձին զորակոչելու եմ բանակ եւ պետությունը պիտի ունենա պետական հայեցակարգ նման տարիքի տղաների նկատմամբ ծայր աստիճան ուշադիր, ծայր աստիճան։ Կոնկրետ Գևորգի դեպքում, այո, եղել է դլոյի պատմություն, այդ ագարկեն, ինչ-որ SMS ստացել, մի ստացել է, որ մի յոբրից, վեկալելա, ուրեմն մեդանակցե իամյուս ուզողին, ինչ-որ Գևորգի բարեկամը եղել այդ լակոտը, ով որ եկել է Գևորգին քնած տեղից տնից հանելա, տարելա եւ նրա քաշելես բազարի մեջ, եւ արդյունքում եղավ այն ինչ որ եղավ, ուրեմն Գևորգ իսկ ով է խփողը։ Մենք գտել ենք ուրեմն խփողի լուսանկարը։ Մի վարքյան։ Հեսա կտեղադրենք։ Գևորգ Բաբայան, դանակահարողը, եկա էշա, բոլզի տղեն, ու ամենահետաքրքիրը նայա, որ Գևորգ Բաբայանը, ով դանակահարել է մի քանի տեղից եւ սպանել է անչափահասին, ներկայիս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Եվ չգիտես ինչի, ինքես ոստիկանությունը չի կարողանում գտնել Գևորգ Բաբայանին, ուրա։ Ես տեղադրեցի լուսանկարը իմ Telegram կանալում։ Հարգելի քաղաքացիներ, եթե որևիցե մեկը գիտի Գևորգ Բաբայան բոզի տղու գտնվելու վայրը, խնդրում եմ տեղակ պահել կամ ոստիկանություն կամ մեզ 041 65 50 40